Գյումրեցի Անդրանիկ Աստոյանն է։ 1988 թվականի երկրաշարժից առ այսօր բնակվում է Խրիմյան Հայրիկ փողոցի 237 տնակային թաղամասի 644 տնակում։ Անդրանիկ Աստոյանը գործազուրկ է, ֆինանսական լուրջ խնդիրներ ունի։ Աշխատանք չունի, 1001 գործ կենեմ, տարբեր գործեր։ Կեղնի վաղ գործ կեղնի, կեղնի վաղ չի եղնի, այդ թևի գործերով յոլակի էր տանք մեկը։ Ընել հազիվ, քաշով ինչ ասա։ Գործերը եղել եմ շինարարություն, եղել էր անասունապահությունը մերը։ 60-ամյա այս տղամարդը միայնակ է բնակվում։ Ընտանեկան խնդիրներով պայմանավորված Անդրանիկի արդեն չափահաս դարձած երեխաները հեռացել են եւ այլտեղ են բնակվում։ Նրա միակ եկամուտը 24,000 դրամ ընտանեկան նպաստն է, որն ըստ նրա բավարարում է միայն կոմունալ վճարներին։ Գազի փող կուտանք, լուսի փող կուտանք, տրանսպորտի փող կուտանք, 3 կիլոմետր կեշտակ մենակ խանութ կուտանք։ Վարես չվարես օգուտ չունի, պլիտեն միացրել են, պլիտեն է ցույց տա։ Նակալը կընկնի, տակությունը քիչ, ընդեղ կվարեմ, ընդից օգուտ չկա, բայց իմ վրես ծախսեր կենի, ես եկուց ես չդեմ, ինչքան փող պետք է մուծեմ լուսին։ Տնակը զուգահեռաբար չեռուցվում է վառարանով եւ էլեկտրական սալիկով, սակայն ժամանակավոր կացարանը քայքայված է, կանոնավոր ջերմաստիճան ներսում չի պահպանվում։ Ամեն քամուն կճտա, կուկա առաջ, պատը ուրած, սախ, բլիգ արդեն, պոլնելան, դա մի հատ երկրաշարժան։ Սերվանդը կրած ոտոտանս պես, պոլեր արդեն կնի։ Արկա խնդիրներով պայմանավորված Անդրանիկ Աստոյանն իր 4-ամյա երեխային հանձնել է մանկատան խնամքին։ Երեխային հարկադրված է տեղափոխել մանկատուն, քանի որ տնակում ցուրտ է, իսկ փոքրիկին խնամք է անհրաժեշտ։ Նշում է, որ կինը առողջական խնդիրներ ունի։ Ներկա պահին ստացիոնար բժշկական օգնություն է ստանում Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում։ Ինչի՞ պիտի տանի մանկատունը տնով տող ապահովեն։ Ինձ մանկատուն ճիշտ է գնացել եմ, լավ կաշեն, երեխուս լավ տեր կեղնին, գոհ եմ, շնորհակալ եմ, տեսել եմ, բայց ինձ են հեռու մնա, մի սոսկորից անջատել։ Նշված խնդիրներից զատ Անդրանիկը մեկ անլուծելի հարց էլ ունի։ Երկրաշարժի հետևանքով 2 սենյականոց բնակարան է կորցրել։ Ունի անօթևանի կարգավիճակ, սակայն պետությունից մինչ օրս փոխհատուցում չի ստացել։ Ցայք հեռուստաընկերություն այսօր։